Սունդուկյան թատրոնի մեծ նախասրահն ու բեմը հյուրընկալել են իրական դպրոցին, կարևոր եւ տնական առիթով։ Կրթօջախը ոչ միայն հրաժեշտ է տալիս այս տարվա շրջանավարտներին, այլև նշում է իր առաջին տասնամյակը։ Տասնամյա Հոբելյանը առիթ է հետադարձ հայացքով գնահատելու անցած ճանապարհն ու ձեռքբերումները։ Ընդամենը 10 տարի եւ 300-ից ավելի սաներ, շրջանավարտների 7-րդ սերունդ եւ կրթության առանձնահատուկ մի մոդել, որը դեռ 2016-ին, երբ Կարեն Վարդանյանի հետ նախաձեռնում էին ապահովել Արմատի շարունակականությունը, միտված էր փոխել տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդունված մոտեցումները։ Այժմ գոհունակությամբ փաստում են, իրական դպրոցը կրթում է ոչ միայն ոլորտի բարձրակարգ մասնագետների, այլև արժանապատիվ հայ եւ քաղաքացի։ 300-ից ավել սաներ ունենք, որոնք որ հաջողությամբ են պսակել ուսումը եւ մենք գիտենք իրանց թե մասնագիտական, թե մարդկային, թե բանակում իրանց դրսևորումների մասին, գիտենք որ թե գործատուները, թե հրամանատարները նախընտրում են մերոնց հետ աշխատել, ունենք հաջողություն նաև գրանցված միջազգային ասպարեզում, ասինքն համաշխարհային էլեկտրոնային նախագծման միկրոէլեկտրոնիկայի ընկերություններից մեկը Microchip-ը իրանց միջազգային այդ հանձնակազմի կառավարման բաժինը զարմացել էր ինչի են մերոնց աշխատավարձները ավելի բարձր, քան բակալավր ավարտած մարդկանց, չէ՞ որ սա ուսումնարան է, բայց հետո ստիպված հաշտվել էր այդ մտքի հետ, որովհետև փաստացի իրանք շուկայում այդպես են գնահատվում։ Տարելրման հանդիսությանն ու տասնամյակի Հոբելյանին իրական դպրոցը ներկայանում է իր ամբողջ ինտելեկտուալ ու ստեղծագործական ներուժով։ Ցուցադրում են սաների 1 տասնյակից ավելի ինժեներական նախագծեր, 40-ից ավելի կավագործության եւ գեղանկարչության աշխատանքների նմուշներ եւ 5-ից ավելի գրքեր, որոնք հրատարակվել են կայքի նախաձեռնությամբ եւ իրական դպրոցի տարբեր նախագծերի շրջանակում։ Հիմա արդեն դժվար է հավատալ, որ ամեն ինչ սկսվել է մեծ հավակնություններից եւ կայացել զարմանալի սեղմ ժամկետներում։ Շատ հավակնոտ ծրագիր էր ի սկզբանե։ Մեր սպասելիքները այդ պահին եւ կրթակարգը կարծես թե ոնց որ անիրական էին, բայց տարիները եկան ապացուցելու, որ եթե իսկապես նպատակ ես դնում, երազում ես եւ ցանկանում ես եւ դնում ես անհրաժեշտ ջանքը, ստանում ես արդյունք, որը այսօր հետ հայացքով կարող ենք փաստել, որ բավական մեծ առաջընթաց է։ Ճարտարակումբի ժամանակն առաջ երաժշտական ներկայացման ընթացքում կրթօջախի սաները խմբավար Տաթևիկ Շահկոլյանի ղեկավարությամբ երաժշտական մի ճամփորդություն ներկայացրեցին հին աշխարհի անանուն մեղեդիներից մինչև Մաշտոցի շնորհալու Կոմիտասի հանճարեղ մշակումներն ու համաշխարհային երաժշտական գանձարանի գլուխգործոցները, Վիվալդիից մինչև Մոցարտի Լակրիմոզան եւ Բիթլզի հիթերից մինչև Քուինի բոհեմական ռապսոդիան։ Այս տարի հրատարակել են նաև Կարոս Խաչվիպերգի պատկերապատման գիրքը, որը ստեղծվել է բացառապես դպրոցի սաների ներուժով։ Առաջիկայում նախատեսում են ճարտարերքեր խորագրով նոր ժողովածուի հրատարակությունը։ Այս տարի եւս ունեցել ենք բանահավաքչական նախագծի շարունակություն, հանդիպել ենք 5-ից ավել բանահավաքների հետ եւ պլանավորում ենք առաջիկա 2 ամիսների ընթացքում նոր գիրք թողարկել։ Այստեղ արդեն ներառված կլինեն Լոռուց, Արցախից, Գեղարքունիքից, Ուրֆայի հայերից եւ Վայոց ձորից հավաքված նմուշներ, այսինքն մենք հանդիպել ենք գրողների հետ այս երգերի, գրառել ենք, նոտագրել ենք եւ բառերի բարբառային թարգմանություն ենք ներկայացրել, այս ամեն ինչը արդեն նոր գրքում ներառված կլինի։ Եվ արդեն փոքրիկ Հոբելյանի փորձառությամբ ու ապագայի տեսլականով կրթօջախում մտածում են նոր մարտահրավերների մասին։ Հաջորդ տասնամյակում պատրաստելու են մասնագետներ, որոնք քաղաքականություն են մշակում եւ մթնոլորտ են թելադրում մասնագիտական ոլորտում։ Նունե Ալեքսանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։